Մայրը կանխատեսել էր որդիների ապագան, կրսերը կդառնա Հայաստանի թագավոր։ Մեծանուն հայ քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի կերպարը հետաքրքրում է ամենքին։ Մարդկանց հետաքրքրում է ոչ միայն Կարեն Դեմիրճյան քաղաքական գործիչը, այլ Կարեն Դեմիրճյան ընտանիքի որդին ու ընտանիքի հայրը։ Ահա մի այդպիսի պատմություն ենք այսօր ներկայացնելու, որը պատմում է Կարեն Դեմիրճյանի ընտանիքի և մասնավորապես նրա մայրիկի մասին։ Իդեպ այս մասին գրել է Ռիմա Դեմիրճյանը, Կարեն Դեմիրճյանի կինը, իր հիշատակ գրքում։ Դեմիրճյանի մայրը՝ լուսընթագը, 20-րդ դարի սկզբին թուրքերի իրականացրած դաժան ջարդերի ականատեսն էր։ Նրա աչքի առաջ կյանքից զրկեցին ողջ ընտանիքին, և ողջ էին մնացել միայն նա ու քույրը, ով ցավոք կյանքից հեռացավ մանկատանը, միայնակ թողնելով Դեմիրճյանի մայրիկին։ Այդ տարիներին հայերը փորձում էին որքան հնարավոր է շատ որբերի որդեգրել, որպեսզի նրանք փողոցներում կամ մանկատներում չմնան։ Նման մարդկանց թվում էր նաև մեծն բանաստեղծ Թումանյանը, ով չնայած արդեն 10 զավակ ուներ, բայց և որդեգրեց տասնյակից ավելի որբերի։ Զարմանալիորեն, թե ճակատագրի հեգնանքով այդ որբերի թվում էր Դեմիրճյանի մայրը՝ լուսընթագը։ Գրքում ահա ներկայացված է լուսընթագի և հարևանների խոսակցությունից մի դրվագ։ Մի անգամ հարևաններս կեսրոջս հարցրեցին. «Լյուսիա, միթե դու հոգեպահուստ ոսկի չունես, չէ՞ որ դու վանեցի ես»։ Իսկ վանեցիները սիրում են ոսկի։ Տիկին Լյուսիան արժանապատվությամբ պատասխանեց. «Ինչու՞ չէ, ես ունեմ հնորյա, շատ թանկարժեք 2 ոսկեդրամ»։ Հետո ծաղրական նայելով հարևանուհիների հետաքրքրությունից ձգված դեմքերին ավարտեց. «Դրանք իմ տղաներն են»։ Նա այնքան լավ էր ճանաչում իր որդիներին, որ կանխատեսում էր նրանց ապագան։ «Իմ ավագ տղան կդառնա խոշոր գիտնական, ակադեմիկոս, իսկ կրտսերս Հայաստանի թագավոր», ասել էր դա այն ժամանակ, երբ Կամոն դեռ ասպիրանտ էր, իսկ Արենը արտադրամասի տեխնոլոգ։ Նրա մարգարեությունը ընտանիքի արական կեսի մոտ սրամտությունների ու կատակների տեղիք էր տալիս։ Իսկ նա շարունակ համառորեն կրկնում էր. «Այ կտեսնեք, ես չեմ լինի, բայց ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ես եմ ասել»։ Իսկապես նրա բոլոր կանխատեսումները իրականացան, սակայն ոչ Սերոբ նշանվիչը, ոչ տիկին Լյուսիան արդեն չկային։ Հրաժեշտ էին տվել այս մեղավոր աշխարհին։ Նրանք չհասան այդ երջանկությանը, սեփական աչքերով տեսնել, թե ինչպիսի բարձունքների են հասել իրենց տղաները, զգալ, թե ինչպես է փոխհատուցել ճակատագիրը իրենց բոլոր զրկանքների, տառապանքների և կորուստների դիմաց։